Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Դերասանների մասնագիտական պիտանելիության մասին Մարլոն Բրանդոն ասում է, եթե կինո դերասանը ի վիճակի չէ իմպրովիզներ անելու, նշանակում է նա դերը ստացել է ռեժիսորի կնոջ միջոցով։ Բարի երեկո, եթերում կինոն է։ Այստեղ իմպրովիզները բարձր են գնահատում, բայց ակնկալում ենք ճիշտ պատասխաններ։ Մայստրո Երվանդ Երզուկյանն իր նվագախմբի հետ այստեղ է։ Հարմար տեղավորվեք, սեանսը սկսվում է։ Տեսնենք, թե ինչ միջոցներով են մեր այսօրվա խաղին մասնակցելու հնարավորություն ստացել մասնակիցները։ Հայկական շոու բիզնեսի ամենաէներգիայով լի արտիստներն են այսօր կինոյի տաղավարում։ Ժան, Գայանե և Ջիջի։ Բարի երեկո, սիրելի գործընկեր։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ես ձեզ տեսել եմ բեմահարթակում, ինչպես եք փայլում ձեր կատարումների ժամանակ և վստահ եմ, որ նույն փայլը այսօր ունենալու ենք այս խաղի ընթացքում, թեպետ այսօր պետք է փայլել ոչ թե որպես արտիստ, երգիչ, պարող, այլ որպես կինոման։ Որ ֆիլմի խորեոգրաֆը կուզեիք դուք լինել, պարերը որ ֆիլմի կուզեիք դուք բեմադրած լինել։ Step up, քայլ առաջ։ Քայլ առաջ, առաջինը, երկրորդը, թե բոլորը։ Բոլորը։ Սիրելի Գայանե, որ ֆիլմի սաունդթրեքը կցանկանայիք երգել։ Սիրով Ադելի Skyfall-ը, Agent 007 ֆիլմից։ Հիանալի է։ Ջիջի սիրած դերասան։ Johnny Depp, Հայերից։ Մհեր Մկրտչյան։ Հիանալի է։ Լավ, մենք այսօր խաղալու ենք կինո, սիրելի ընկերներ, գուշակելու ենք աշխարհի բոլոր ֆիլմերը, մուլտֆիլմերն ու սերիալները, խաղալու ենք իհարկե 4 փուլով, բայց դրանցից վերջինին հասնելու է ձեզնից միայն մեկը։ Խաղի եզրափակելու համար նախ պարտադիր է այն սկսելը։ Իսկ թե ով կսկսի առաջին փուլը, մենք կպարզենք հատուկ հարցի օգնությամբ։ Ես կկարդամ հարց, որի պատասխանը ստույգտիվ է։ Ձեր առջև դրված թղթերի վրա դուք պետք է գրեք պատասխանի ձեր տարբերակը, կհաղթի նա, ում տարբերակը առավել մոտ է ճիշտ պատասխանին։ Մտածելու համար ունեք 20 վայրկյան ժամանակ։ Եթե պատրաստ եք, ընթերցեմ հարցը։ Քանի լիտր ջուր է օգտագործվել Տիտանիկ ֆիլմի նկարահանումների ընթացքում։ 20 վայրկյան։ Ժան, կարելի է այստեղ էլ համեստություն չանել և մեծ թվերի հետ գործ ունենալ։ Ժամանակ։ Խնդրեմ ձեր տարբերակը։ Տոննայով եմ գրել, 20 տոննա։ 20 տոննա։ 500 ինչ։ Հա? Լիտր։ 500 լիտր։ իմ թիվը մեծ է։ Ցույց տամ 2 միլիոն։ 2 միլիոն։ Հա, սրոն ուզում էի ջնջեի, բայց փոշմանեց։ Ջիջի, ես ձեզ շնորհավորում եմ, որովհետև իրականում օգտագործվել է 64 միլիոն 352 հազար լիտր 328 միլիլիտր ջուր Տիտանիկ ֆիլմի նկարահանումների 64 կասի, ոտին այդպես թվեր ասեցին։ Տարկովսկի Անդրեյ, Չալդրանյան Վիգեն, Ֆելինի, Ֆեդերիկո։ Մենք խաղում ենք կինո։ Առաջին փուլում ունենք 15 ֆիլմ և դրանք գուշակելու 3 տարբերակ, ըստ տեսարանի, ըստ երաժշտության ու ըստ պաստառի։ Մասնակիցն ընտրում է կատեգորիան և պայմանական բարդության միավորը։ Այսօր ներկայացված են հետևյալ դասակարգման ֆիլմեր, 18+, տեսարաններ, հատվածներ այդ լսարանի համար նախատեսված ֆիլմերից։ Երաժշտություն 18- առավելապես կրտսեր հեռուստադիտողների համար նախատեսված սաունդթրեքեր և պաստառներ ֆիլմերի, որոնցում նկարագրված են 1945 թվականին ընթացող գործողություններ։ Պատրաստ ենք,
Այո։ Ջիջի, թեպետ ընտրում եք դուք, բայց պատասխանի հնարավորությունը տրված է բոլորիդ, այնպես որ ճիշտ գուշակելու դեպքում ով առաջինը սեղմեց կոճակը, նա էլ կտա ճիշտ պատասխանը։ Սխալ պատասխանի պարագայում մեկ հարց բացեք թողնելու խաղը։ Միավորները դասակարգված են ըստ հարցի բարդության եւ հետեւաբար դուք եք ընտրում, թե քանի միավոր եք ցանկանում վաստակել ճիշտ պատասխան տալով։ Ջիջի։ Դե ժամանակով գանք։ Մեջտեղից 30 միավոր։ Ահա։ Պաստար։ Պաստար։ Շատ բարի։ Կյանքի հիասքանչը։ Տեսնենք։ Այո, կյանքը հիասքանչ է եւ հիասքանչ է, որ դուք վաստակում եք ձեր առաջին 30 միավորը, շարունակեք։ 18 մինուս կընտրեմ 50 միավոր։ 50 միավոր, 18-ից ցածր հեռուստադիտողի համար նախատեսված։ Վերջին ժամանակներում նկարահանված հայկական անիմացիոն Մուլտֆիլմ։ Անահիտ։ Այո, ճիշտ է։ Անահիտ։ Աստվածուհիները ձեզ միավորներ են բերում այսօր։ Կայանը շարունակեք։ Կընտրեմ 18 պլյուս էլի 50 միավոր։ 18-ից բարձր հեռուստադիտողի համար նախատեսված 50 միավոր։ Այո։ Իվարկյան։ Խնդրում եմ ասեք, իմ սիրելի ռեժիսորն է։ Ես շատ եմ Ես սիրում դա այդ չեմ կինոն։ տեսել ճիշտ Մի ասած։ փոքր որ Աստղից չի համբերություն ես ունենայիք գիտեի։ ու նայեիք, հաստատ կադրով կհիշեիք Լարս վոն Տրիերի ֆիլմը Նիմֆոմանուհին։ Գանե մեկ քայլ բաց եք թողնում եւ սովորաբար այս պարագայում ընտրում է ցածր միավորներ ունեցող մասնակիցը, երկուսդ էլ 0 եք։ Ջիջի, քանի որ դուք մի անգամ արդեն ընտրել եք, եկեք հնարավորությունը տանք Ժանին։ Եկեք 18 պլյուս 40։ 18 պլյուս 40։ Կողմնորոշվեք, հիմա 18 պլյուս թե 40։ 18 պլյուս 40, խնդրեմ։ Ժան, ինչի, ինչ է։ Requiem for Dream։ Այո, ռեքվիեմ երազանքի համար։ Ջիջի, շարունակեք։ 10 պլյուս 10։ 18 գումարած 10 միավոր։ Ես այդ Այո, Ջիջի։ Основной ինստինկտ։ Հիմնական բնազդ, ճիշտ է։ Շարունակեք։ 1945 10։ 1945 10 միավոր։ Գայանե։ Ճիշտ ասած փոշմանեցի, որ սխմեցի, բայց մոտավոր Այժմ պաստառնել է մոտավոր, պետք է հնչեցնեք պատասխանը, որ տեսնենք Ջան, ինչ է արդյունքը։ Հա, սենց չի, Չէ։ Okay. Պատասխան։ Գարնան 17 ակնթարթ։ Տեսնենք։ ճիշտ է, ելուրդ։ Իհարկե, գարնան 17 ակնթարթ։ Ես շարունակում եք։ Ես ընտրում եմ էլի երաժշտություն 18 մինուս 40։ 40 միավոր է ցանկանում վաստակել մեր մասնակիցը, խնդրեմ։ Բադիկները։ Դոնալդ Դակ։ Այո, բադային պատմություններ, ճիշտ է։ Հիանալի է։ Ուզում եմ էլի շարունակենք 40 էլի։ Տեսնում եք ինչ է կատարվում։ Կներեք։ 40-ը նոր եղավ։ 50։ 50-ը վերջացել է։ 30։ Խնդրեմ։ Ոչինչ ոչ քեզ։ Երթո։ Ոյ, Հիթ-հոփ։ ոչի։ Գայանե։ Ինչ է։ 3 2 Նինջա կրյաները։ Ճիշտ է։ Նինձա կրյաները, բրավո։ Մենք գնանք։ Տղաներ մի փոքր։ Մենք հեսա կգանք, էլի։ Ամեն դեպքում հասկանում եմ, որպես ջենտլմեն, որպես գործընկեր, ուրախանում եք ձեր ընկերու հաջողություններով, բայց խաղը մնում է խաղ։ Խնդրում եմ միացեք, ակտիվացեք։ Գայանե, շարունակում ենք։ Լավ, ես ուզում 18 պլյուս 18 պլյուս 20 կամ 30 միավոր կարելի է 30. վաստակել։ 30 միավոր, խնդրեմ։ Մալենա։ Ճիշտ է, բրավո։
Արի պայմանավորվենք այն 18+20 ընտրի ու մի սխմի։ Արի պայմանավորվենք 1945 վստահ եմ չեմ կարողանալու, որովհետև ես այդ ժամանակցում ոչ Չէ, եղել ենք հելար խայստը ոչ մեկից։ Okay, ես ընտրում 1945 20, 40, 50 40 թող միավոր Ահա 40 միավոր Խնդրեմ Ջիջի Найти рядового Райана. Տեսնենք Սպասի, փրկել իրականում, փրկել շարքային Ռայանին, ճիշտ Նոր է Farmնայած կինո էր։ Շարունակեք 18+20, ես Բայց էլ պետք է գտնել փրկելու համար, նույնպես որ այդ էլ էր ճիշտ 18+20 Մոխրագույնի 50 երանգները Մոխրագույնի 50 երանգները, ճիշտ է Շարունակեք Ահա, okay, 1945 ինչ ունենք, 40 20 և 50 50 խնդրեմ հիմա 50 միավոր, խնդրեմ Մի վարքյան ասում եմ All quiet in the Հա? Այո Ամեն ինչ լավ է Չէ, այո Ամեն ինչ լավ է։ Ասեք Չեմ հիշում Հյուսիսային, հարավային կամ ինչ-որ Արևմտյան Արևմտյան Ճակատամարտում Ճակատամարտ Ճակատում նորություն չկա Արևմտյան ճակատում նորություն չկա Ճիշտ է Կտա գոնե միավորը Կողմնացույց էր հարկավոր ֆիլմի վերնագիրը մշակելու համար Ժան 1945 20 1945 20 պաստարի միջոցով Ջիջի Ոյ։ Չեն կարա։ Չէ։ Փոխանցեք ոչ Ублюдки։ Սրիկաները Ինչ տեսակ Չեմ հիշում։ Ես Այո Տեսնենք այո Ճիշտ է Անփառունակ սրիկաները Բիսլավնեյու Հա Անփառունակ սրիկաները Եվ ունենք երկու չգուշակված 18-ից ցածր հեռուստադիտողի համար նախատեսված երաժշտություն Կարելի է վաստակել 10 կամ 20 միավոր Ջիջի որն եք ընտրում 10 Գայանե Փոքրիկ Խնդրում եմ Ես մուսիկա անուն չգիտեմ, ես Շատ երկի հիմա գիտեմ։ սխալ եմ հիշում Կարամ հուշել Ճիշտ եք ասում Փոքրիկ, բայց այդ բառն եմ սխալ հիշում Հա Ախ Ոնց հիշում եք տենց ասեք Յենոտ Փոքրիկ ջրարջը ճիշտ է Եվ վերջինը, որը կարող է ձեզնից յուրաքանչյուրին բերել 20 միավոր, խնդրեմ Կարմոշ Սիբուրաշկա Ջիբուրաշկա, ճիշտ է Եվ այսքանով ավարտվում է առաջին փուլը 50 միավորով Ժանը, 240 միավորով Գայանեն և 110 միավորով Ջիջին ինձ հետ միասին գալիս են երկրորդ փուլ Առաջինի եթերում մենք խաղում ենք կինո Իմ այսօրվա հյուրերը երգիչները Հաջողված տեսարանի համար ոչ միայն հարկավոր է լավ դերասանական խաղ, այլև ձայնային հիանալի էֆեկտներ, որոնք հաճախ շատ զավեշտալի կերպերով են ստեղծվում։ Օրինակ վեստերն ժանրի ֆիլմերում ատրճանակի գրակոցին փոխարինում է կտրտվող վարունգի ձայնը, իսկ Ace Ventura ընտանի կենդանիների խուզարկուն ֆիլմում թռչունների թևերի թափահարություններին փոխարինել է կաշվե ձեռնոցների հարվածները։ Այս փուլում բոլոր ֆիլմերի մասին հուշումներ ստեղծել են էմոջիները։ Նրանք լուռ են, բայց շատ բան են խոսում։ Եվ այսպես դուք ունեք 15 ֆիլմ գուշակելու համար, յուրաքանչյուր ֆիլմի համար տրված է 15 վայրկյան։ Եվ յուրաքանչյուր ճիշտ պատասխան ձեզ կբերի 30 միավոր։ Սա այն փուլն է, որտեղ կարելի է միավորների մեջ իսկապես զգալիորեն փոփոխությունների ենթարկել ու տալ այլ ընթացք մեր խաղին։ Եվ նաև կրկին գործում է նույն սկզբունքը, որ սխալ պատասխանի դեպքում մեկ հարց բաց եք թողնում։ Խնդրեմ, մաղթում եմ ձեզ հաջողություն, ծափահարությունները ձեզ համար են, ինչպես նաև էմոջիները։ Առաջինը, խնդրեմ։
Կարմիր վարդը։ Եթե կարելի է։ Իսկ եթե Ծաղիկը։ ահա Կարմիր ծաղիկը։ Ալվան ծաղիկը։ Ալվան։ Ալվան ծաղիկը, ճիշտ է։ Հաջորդը Աստված Ջիջի Եգիպտոս։ Օծը Օծ Եգիպտոս։ ընկել է թակու հետևի։ դրոշը Չէ, ուրիշ կինոյի վրա եմ գնացել, բայց 3 2 բանը թակուին եւ այն 1 Չէ ոչ։ շմողն է։ Թակուին եւ գորտին համբուրում էր դառնում էր։ Բայց գոր չկա։ Կլեոպատրան մեկ հարց բաց եք թողնում Ջիջի շարունակում ենք Բացիկո։ Ինչ եք տեսնում Շների վերջում ինչ է կղզի։ Շների կղզին այո Ասեն ճիշտ է։ ճիշտ, օքեյ։ Բա միշտ չէ որ այսքան Ես հեշտ է բայց փոխացել եմ։ երբեմն հենց էսպես է լինում է Ջիջի դուք վերադառնում Եկա։ եք խաղ շարունակում ենք Չեմ հավատում, են վերջի Սուպերմենն է։ Սուպեր հերոս է ավելի շատ ոչ թե Հա։ սուպերմեն կայան է թրերով ով էր Չուհին նոր։ սուպեր հերոսներից 3 Խնդրում եմ։ 2 Batman։ 1 Չէ։ Deadpool Եվ մեկ հարց բաց եք թողնում Okay։ Ահա Դրա համար վարկաները օգտագործեք մտաբերելու համար, քան արագ սեղմելու համար։ Հաջորդը։ Ինչ լավ։ Игра в кальмара։ Игра в кальмара։ Չէ։ Չինարեն տարտեսար։ Չէ։ Լավ, այսպես ասեմ, ինչ ենք, սկզբում տեսնում ենք չեմ ընդունել արդեն, որտեղ հնչել է պատասխան, բայց սկզբում տեսնում ենք տառերը, հա։ Որը փոխվում է։ Որից հետո տեսնում ենք, այսինքն փոփոխության ենթարկելու, հետո կարելի է ենթադրել, որ հաջորդը իրոգլիֆ ենք տեսնում, որ թարգմանություն է։ Հետո շատ խառնված են իրար, որտեղ գլուխ չեն հանում, գլուխն էլ նայեք ինչ վիճակում է դառնում։ Ես էս էմոջին ուզում եմ, ես երբեք չեմ տեսել, սա միշտ պետք է օգտագործեմ։ Թարգմանության դժվարությունները։ Պատկերացրեցիք։ Ինձ էս գույնը իրանց էս պայթելը բան տարավ։ Ջիջի մեկ հարց բաց եք թողնում, մենք շարունակում ենք։ Ինչ ենք տեսնում։ Սուրտա։ Սառույցը ինչից է դառնում։ Ջուր։ Ով է սեղմում։ Ոչ մեկ։ Ջրի ձևը։ Ահա, մենք տեսնում ենք ջրի տարբեր ձևեր այս բaragայում։ Ջիջի դուք վերադառնում եք, խաղ շարունակում ենք։ Ահա։ Լրտեսների ընտանիքա մամա պապային երկու երեխա ունեն։ Սմա Ահա, ստացվում է լրտեսների, Ընտանիքը։ չէ, Երեխաները։ լրտեսների երեխաները, իհարկե։ Բոլորս խաղում ենք եւ շարունակում ենք։ Աստված իմ։ նոյնա։ Եվ Նոյ։ ճիշտ է։ Հաջորդը։ Ասեմ հետ կանգնեմ, սխալ լինի։ Ժամանակ, եթե կա տարբերակ, Կա, բայց չէ։ բայց ինչու՞ չէ։ Կողա ջունգլիների բաննա, մաուգլինա։ Չէ։ Դարանացվագր թաքնված վիշապ։ Ֆիլմներ, հաջորդը։ Կեղտոտ բարեր։ Ճիշտ է, կեղտոտ պարերը։ Կեղտոտ պարերը մաքուր 30 միավոր բերեցին ձեզ, Ջիջի, եւ մենք շարունակում ենք։ Գույն, Black։ սուրը, վահանը, ում են Ու բնորոշում հին կինո է բեք, չէ։ եւ վերադարձը։ Հա, չեմ տեսել։ Ով կարող է թրով եւ վահան Վահանով վերադառնալ։ Սև ասպետի վերադարձը։ Դարձը։ Շարունակում ենք հաջորդը։ Դալիա, ցուլ։ Ֆարսա։ Սիեննան է։ Ինչ մեքենա է, որ դրոշն է։ Իտալիան է, Ահա։ Ֆերարին է։ Իտալիան ինչ է արտադրում։ Ֆերարին չի։ Են չէ են մեկը։ Porsche, Լավ, ասեք ձեր տարբերակ։ Lamborghini։ Ահա։
Ձեր տարբերակը ասեք։ Լավ եկեք հետ կկանգնեմ ես։ Հա։ Հետ եմ եկել։ Ինչ է շուտ հանձնվում։ Դե Lamborghini Mart Legend-ը մեկ քայլ բացեք թողնում։ Հաջորդը։ Ինչ եք տեսնում։ Նազիկ Այո, Նազիկ Աբալյանին, ահա, կինոն է, այո, ֆիլմի անունը։ Հիմա ինչ եք տեսնում, երկրորդը ինչ է։ Երկրորդ մեդալ։ Ահա, եթե նայենք նրա Հետո բանը մեդալի մյուս կողմը։ հակառակ կողմը, մեդալի հակառակ կողմը, ճիշտ է։ Շատ ստացված ֆիլմ է։ Շատ մոտ։ Ժանը վերադառնում է խաղ։ Եվ նախավերջին է 170 միավոր ձերն է Ժան, 170 ձերը Ջիջի եւ 240-ով անձեռն մխելի է այս բարակայում Գայանեն։ Ձեզնից մեկը պետք է Գայանեի հետ հաջորդ փուլ։ Նախավերջին ֆիլմը տեսնենք։ Edward Norton, Ակնոցներով մարդ։ Brad Pitt, Ես եմ։ Գայանեն։ Ես իմացա։ Հա, ասեք Գայանեն։ Դուք Brad Pitt-ի վրա ուղղակի տենց Ես բայց կասեմ էլի։ Ճիշտ ասած, ես որ տեսա այս մայլիկը, ինձ թվաց ինքնուրույն է այդ կինոնն է, որ իրար ուտում էին։ Հա։ Ինձ թվաց, բայց եթե դա չի, ուրեմն Ես ասեմ որն է։ Դուք Mr. եւ Mrs. Smith-ի հետ եք։ Fight Club։ Դուք ճիշտ եք ասում, այո, բայց այն ձեզ միավոր չի բերում, դուք էլ մեկ վերջինը գուշակելու հնարավորություն չունեք։ Մարտական ակումբ ֆիլմներ, Brad Pitt-ի, եւ հաջորդը, որը ձեզնից որևէ մեկին կարող է հնարավորություն տալ տղաներ։ Խնդրեմ, վերջինն է։ Ինչ ենք տեսնում։ Ինչ գործողություն է։ Ողջույն։ Ահա, ավելի լավ լեզվով ասած։ Ողջույն ընկերս։ Լավ, սա օրինակ որ դպրոցում որ բարձրացնում եք, ինչ է նշանակում։ Ես ասեմ։ Ես ասեմ, ես եմ, չէ՞։ Ես, ողջույն ես եմ։ Ողջույն ես։ Բարև ես եմ, բայց չեմ ընդունում։ Հիմա մենք ունենք եւս մեկ հավելյալ հարց, որը տեսնենք թե ինչ կանի։ Գայանը այս պարագայում կարող եք դուք ուղղակի հետևել խաղի ընթացքին, որովհետև եթե դուք նորից գուշակեք, մենք կտանք հաջորդ հավելյալ հարցը։ Հա, խնդիր չկա։ Այսինքն դուք չեք էլ մասնակցում այս բային։ Մասնակցում են Ժանը եւ Ջիջին։ Խնդրեմ Ժանին եւ Ջիջին։ Սափահարություն եք 170 միավոր, նաև ուզում եմ տեղեկացնել, որ ճիշտ պատասխանի դեպքում, բնականաբար, հաղթում եք, սխալ պատասխանի դեպքում հաղթում է մյուս մասնակիցը։ Լավ։ Հա։ Ինչ ուրիշ է ձեր։ Ուշադիր էկրանին։ Զիլյոնե կնիգը։ Կանաչ գիրքը ճիշտ է եւ Ջիջին Գայանեի հետ միասին ինձ հետ գալիս են երրորդ փուլ։ Ժան, շնորհակալություն լավ խաղի համար։ Այս փուլում հրաժեշտ եք տալիս։ Ավաղ այդպես ստացվեց, բայց ես շնորհակալ եմ ձեր ներկայության համար։ Հաջորդ փուլը առավել թեժ ու կրքոտ է լինելու, մնացեք մեզ հետ։ Կնքայրը ֆիլմում նարինջը խորհրդանշական դեր ունի, եթե կադրում նարինջ եք տեսնում նշանակում է տեսարանում ներկա գտնվող հերոսներից մեկին շուտով հրաժեշտ ենք տալու, առանց որևէ մրգի ու բանջարեղենի երկու մասնակիցներից միայն մեկն է հասնելու եզրափակիչ, ով կիմանանք առավելագույնը 5 զույգ հարցերից հետո։ Նախորդ փուլերում կուտակված միավորները զրոյանում են, բայց առաջատարը որոշում է թե ով է սկսելու խաղը։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կստանաք 1 միավոր, իսկ մտածելու համար 20 վայրկյան։ Փուլը վաղաժամ կավարտվի, եթե մասնակիցներից մեկը միավորներով անհասանելի դառնա մյուսի համար։ Գայանե, դուք եք ընտրում թե ով է սկսելու այս փուլը։ Ես իրավ կզիջեմ։ Եթե ուզում ես տալիս է Ջիջին։ Հիանալի է, պատրաստ եք։ Իհարկե։ Եվ այսպես, էկրանին կտեսնեք փոքրիկների լուսանկարներ, որոնց այժմյան ֆոտոները տեսնելիս վստահաբար կասեք, վայ, ես ոնց եմ մեծացել։ Գուշակում ենք, թե որ դերասանն է հանրահայտ դառնալուց շատ տարիներ առաջ։ Հարցը ձեզ համար է Ջիջի, խնդրեմ։ Այդքան էլ չի մեծացել, կամ փոխվել։ Եթե դուք չեք այս պարագայում, եթե ներ չկան, արդեն խաղը։ Սեղմեք ժամանակն է սպառվում, Ջիջի, ահա։ Միշա Գալուսյան։ Տեսնենք։ Իհարկե։
Բրավո, Միշա Գալուստյան։ Նույն կերպ գուշակում եք դուք, խնդրեմ։ Կհուշեի, բայց շատ անծանոթ է։ Տեղափոխվում ենք հարևան պետություն։ Կոնստանտին։ Որ մեկը։ Կոնստանտ։ Եվ Ճիշտ եմ ասում։ դե ասեք, նայեք, հիմա Կոնստանտին, այսպես ասեմ, կարելի է ռիսկի գնալ, որովհետև չպատասխանեք միավոր չեք ունենալու, սխալ պատասխանեք կրկին միավոր չեք ունենալու։ Դրա համար լավ է ռիսկի գնալ եւ տալ որևէ պատասխան։ Լավ, ազգանունը հիշեմ։ Խապեսկի։ Լսում եմ պատասխանը։ Կոնստանտին Խապեսկի։ Դուք հիմա հարցնում եք թե պատասխանում եք։ Պատասխանում եմ։ Ընդունում եմ որպես պատասխան, տեսնենք։ Իհարկե, Կոնստանտին Խաբենսկի։ Այնքը փոխվել է։ Մեր ժամանակների հանճարեղ դերասաններից իհարկե։ Երկրորդ ենթափուլ։ Կադրում ինչ է թաքնված։ Այս հարցի պատասխանը պետք է տալ հայտնի ֆիլմից կադրը 20 վայրկյան դիտելուց հետո։ Պետք է լարել հիշողությունը կամ փորձել գուշակել։ Խնդրեմ, Ջիջի ձեզ համար եմ։ Գնացինք։ Ֆիլմը հիշում եք։ Հա։ Ահա։ Ֆիլմը հիշում եմ, բայց ինչ թաքնված լիներ, պետքա գուշակեմ ուղղակի։ Ֆիլմի հետ կապված շատ հետաքրքիր են պատմությունները։ Լավ, դիրքը ինչպիսին է։ Այս դիրքով ինչ կարելի անել։ Սեղմեք, ժամանակ է, ժամանակ։ Սովորաբար այս դիրքով ինչ կարող էին անել մարդիկ։ Գլխարկ է տալիս։ Ինչ։ Գլխարկ։ Տեսնենք, գլխարկը գլխին էր ոնց որ թե։ Հա։ Ֆոտո խցիկ։ Ահա։ Ստված ինչ որ բան տալիս է, բայց Միավոր չենք տալիս, բայց խաղը շարունակվում է։ Գայանը նույն սկզբունքով գուշակում եք դուք, խնդրեմ։ Ֆիլմը տեսել եք։ ես տեսել եմ։ Մրցակցություն է գնում, չգիտեմ, դուք ինքներդ որոշեք։ Եթե չեք տեսել, Սևա։ չեք պատասխանի, որտեղ ֆիլմի վերնագիրն է, կարելի ասել թաքնված նրա ձեռքերում։ Ժամանակ։ Լավ։ Չկա, դե գուցե խաղընկերը ուզում է ուշել, բայց դե Վենոմն էր թաքնված Վենոմը ֆիլմից։ Հուշել եմ, ասացի Սևա։ Հա, հուշեցիք, ասեցիք Սևա։ Բայց դե քանի որ ֆիլմը չէր տեսել, իհարկե այս պարագայում հուշումներն էլ չեն օգնում։ Լավ, հավասար պայքար է ընթանում եւ մենք շարունակում ենք ու այս պահին երրորդ ենթափուլն է սկսվում։ Մեր ստեղծագործական թիմի նոր անդամը արհեստական բանականությունը, կամ ինչպես մենք ենք նրան փաղաքշափար դիմում, Աբոն գեներացրել է նկար։ Պետք է դիտեք նկարը եւ հասկանաք թե որ ֆիլմն է գեներացրել արհեստական բանականությունը, այս պարագայում օգտագործելով ձեր բնատուր բանականությունը։ Ինչ ենք տեսնում։ Արջ, նետ, այսինքն հին ժամանակներ են։ Այսինքն այստեղից ինչ կարելի է անել նվազագույնը, գոնե ժամանակն է, սեղմեք կոճակ։ Ես Դիկաբրիոյի կինոյի վրա եմ գնում, բայց քանի որ նետ կա, ոնց որ տալմա ավելի հին։ Լավ եք անում, ուր գնում եք, լավ եք անում, տարբերակ։ Դուք կինոյի անունը չեմ հիշում։ Հարցրել եք, որ իմ Այն ֆիլմը, ինչպես ֆիլմը, որ Դիկաբրիոն արջ հետ կռում, բայց ուղղակի մարդ չկա, մենակ արջը, դրա համար կարծում եմ չեմ գուշակել, չգիտեմ։ Արջի հետ կռվելուց հետո ինչ է լինում Դիկաբրիոն։ Ողջ է մնում։ Եվ դա ինչպես են դրան կոչում։ Հա, выживший։ Չէ, Հա։ Ողջ։ Այո, выживший, ողջ մնացածը։ Ճիշտ է, իհարկե։ Գայանե, հաջորդ հուշումը ձեզ համար է։ Վերջերս դուրս եկավ եւս երկրորդը։ Հա։ Բոլոր էկրանների կա գույները, նայեք ինչ կարող են հուշել ձեզ։ Նույնիսկ չորրորդ հինգերորդը եկավ, սեղմեք։ Հայերեն, լավ, դուք ինչ-որ բաներ լուծում եք, սովորաբար, չգիտեմ, ձեր սերունդը խաչ բառերին հասել է, թե չէ, կամ լավ, ինչ-որ խաղեր կան, որ ինչ են կոչվում։ Մուլտֆիլմ է ինքը։ Մուլտֆիլմը։ Գլուխ կոտրուկ, ճիշտ է։
Այսքանով իմ բարի դրացիական ռեսուրսը եւ վերաբերմունքը սպառված է։ Մնացածը պետք է շարունակեք դուք, ես այլևս չեմ կարող հանդես գալ օգնող հուշումներով։ Լավ։ Լավ։ Գնացինք։ Չորրորդ ենթափուլ Ջիջի ձեզ համար է։ Այս դեպքում ֆիլմերը պետք է գուշակել տարօրինակ, բայց հասցեական հուշումների եւ մեկ կադրի օգնությամբ։ Թվում է թե հուշումը կապ չունի ֆիլմի հետ, բայց դա միայն թվում է։ Ֆիլմ Երևանի ծովակալ Իսակովի պողոտայի վրա տեղակայված դեսպանատնից մուտքի եզակի արտոնագիր ստանալուց հետո տվյալ երկիր այցելության մասին։ Նաև օգնող կադրը հուշող։ Երևանի ծովակալ Իսակովի պողոտ։ Հիանալի է հուշած, նույնիսկ երբ ես կարդում էի սցենարը, մի անգամից հասկացա, որ ֆիլմի մասին է խոսքը։ Կարող եք նորից կարդալ։ Երևանի ծովակալ։ Ժամանակ։ Չաստրեցիք սեղմել։ Դա արդեն չեք սեղմել։ Հա, չեմ սեղմել, բայց չէ, այս կադրը ես մոտ ուրիշ կինոյի մեջ եմ հիշում, ուղղակի կինոյի անունը էլի չեմ կարող հիշում։ Ռոբերտ Դե Նիրոն էր խաղում կինոյում։ Ճիշտ եմ հիշում։ Դուք ինչու եք կասկածում, ձեր։ Որովհետև այն որ ավտով գնում են, չէ՞, բան չէ, մի վար կան Ռոբերտ Դե Նիրոն էր։ Չէ, որ ավտով գնում են Ալ Պաչինոն էր, հա։ Հա։ Էլի նույն քաղաքում Ռոբերտ Դե Նիրոն, բայց ճիշտ եմ հիշե, որ ավտո էր փորձում ծախել։ Դե Նիրոն շատ ճիշտ եք հիշել, որ այս ֆիլմում Տաքսի դրայվերն է, չէ, լավ ուրիշ կինոյում, չեմ հիշում։ Լավ, Իսակովի վրա որ դեսպանատունն է։ Ծովակալ Իսակովի։ Ամերիկայի։ Այո, եթե այնտեղ եզակի վիզա եք ստանում, նշանակում է քանի անգամ կարող եք լինել Ամերիկայում։ Բազմաթիվ։ Չէ, եզակի։ Հա, եզակի մեկ անգամ, հա։ Մեկ անգամ, այո։ Մի անգամ Ամերիկայում այդ ֆիլմի մասին էր խոսքը։ Միավոր չեք վաստակում, բայց հաջորդ հուշումը ձեզ համար է, Գայանե։ Մուլտֆիլմ դրական վարքագծով աչքի ընկնող եւ դրվատանքի արժանի մեզոզոյան դարաշրջանի ներկայացուցչի մասին։ Շատ լավ հուշած է, կադրում նույնիսկ նա կա կարծես։ Բայց քանի որ չենք հիշում էլ։ Հա, չէ, ես Նույնիսկ կադրում ենք տեսնում նրան։ ուղղակի չեմ տեսել ու անունը Բայց ինչ ենք տեսնում կադրում։ բայց չաստրեցի, բայց լավ։ Չաստրեցին։ Լավ, նա ինչ կենթանի է։ Դինոզավր։ Դինոզավրիկ։ Դինոզավրիկ, այսինքն նշանակում է լավ, չէ։ Հա։ Լավ դինոզավրը։ Հա։ Դա հենց դա էլ ֆիլմի վերնագիրն է։ Լավ դինոզավրը։ Ոչինչ։ Չենք ուսահատվում, հավասար պայքար է ընթանում, ծափարություններով ոգևորում ենք մեր մասնակիցներին, այսպիսին են խաղի կանոնները եւ մենք արդեն 5-րդ ենթափուլում ենք, 4-րդն ավելորդ է, բայց պարտադիր չէ, որ ավելորդը լինի հենց 4-րդը։ 4 ֆիլմից կադրեր կտեսնենք, որոնցից 3-ն ինչ-որ տրամաբանությամբ, օրինաչափությամբ ունեն ընդհանրություն։ Պետք է կարողանալ գտնել այդ ընդհանրությունը եւ նշել այն ֆիլմը, որը չի համապատասխանում տվյալ տրամաբանությունը։ Եվ առաջինը ձեզ համար է, Ջիջի, խնդրեմ, ուշադիր նայում ենք էկրանին։ Ֆիլմերը գիտեք։ 4-ը գիտեմ։ Անուն ինչ է։ 128 127 ժամ։ Կողքինը։ Սեղմեք։ Կողքինը գիտեք։ Կողքինը չէ, բայց Չարլի Չապլինի վրա կգնենք, չէ։ Հայկական Չարլի Չապլիներն են։ Հա։ Տագարիկի հետ միասին։ 0199։ 0199, հա։ Թվով է բոլորինը, մեկինը թվով չի ուրեմն։ Վերնագիրը, չէ։ Որն է ավելորդ։ Մեկը ձեռների վրա, երրորդը ձեռների վրա։ Նայեք, նույնիսկ եթե տրամաբանություն չկա, դուք կարող եք որևէ մեկը ասել, եթե անգամ այն համընկնի, ես կընդունեմ որպես ճիշտ։ Երրորդը։ Մի վարքյան։ Դուք ասում եք, դուք չեմ հասկանում ինչ է կատարվում։ Լավ, երրորդը, վերջնական երրորդը։ Բայց դուք տրամաբանությունը ախր ճիշտ ուղու վրա եք։ Մյուսը շրթներք համար 4-ն է, որը գուցե այդքան լավ չեք մտաբերել, բայց ամեն դեպքում կրկին թվերի հետ էր կապված, դուք ճիշտ տրամաբանում եք, եւ այս տրամաբանությունից դուրս էր մնում Էվերեստը, որը երկրորդ ֆիլմն էր։ Ուղղակի դուք համ ասեցիք թվերը 0199-ին, համ էլ ասեցիք, որ այն ավելորդ է։ Շատ ափսոս, բայց ճիշտ տրամաբանում եք ամեն դեպքում։
Նույն սկզբունքով գուշակում եք դուք Գայանե եւ ասեմ ավելին, եթե դուք տակ ճիշտ պատասխան, դուք ինձ հետ գալիս եք սուպեր խաղ եւ այսպես ուշադրություն էկրանին։ Ֆիլմերը գիտեք։ Երկրորդը գիտեմ, չորրորդը գիտեմ, տեսել եմ։ Ժամանակ հասեղմեք։ Ես ձեզ չեմ նայում, որ աչքերով չհուշեմ։ Առաջինը ավելորդ։ Այո։ Ինչու։ Կապ չունի երաժշտության հետ։ Գիտեմ։ Չէ, կապ ունի կոկոն երաժշտության հետ։ Չէ, բայց չեմ հասկանում։ Մի վարքյան, եթե երկրորդն է։ 3, 2, 1, ձեր վերջնական պատասխանը։ Առաջինը ավելորդ։ Առաջինը ավելորդ է, կարծում է մեր մասնակիցը, եւ շատ ճիշտ է կարծում, որովհետեւ առաջինը կոկոյի գաղտնիքն է։ Մյուսներում հերոսները ստեղնաշարային գործիքներ են նվագում, իսկ կոկոյի գաղտնիքում գիտար։ Դա է դրամաբանությունը տարբերությունը։ Ջիջի, շնորհակալություն այլուն խաղ ցուցաբերելու համար։ Ես նույնիսկ վստահ եի, որ մենք իրար սուպեր խաղ ենք հասնելու, բայց դուք ջենտլմեն գտնվեցիք եւ հաղթանակը Գայանեինն է։ Այսօրվա բլոկբաստերի գլխավոր հերոսը մոտեցավ գլխավոր փորձությանը։ Նա հիմա մենակ 7 ֆիլմերի դիմաց է։ Նրա դեմ է նաև ժամանակը 120 վայրկյան։ Թերևս ինձ դաշնակիցների թվում Գայանեն կարող է տեսնել միայն ինձ։ Գայանեն, եթե չեք կարողանում գուշակել ֆիլմը, ավելի լավ է հնչեցնել հաջորդը հրահանգը, մենք հետո կվերադառնանք չգուշակված ֆիլմերին։ Հիշեցնեմ, որ ժամանակը կանգ չի առնելու։ 120 վայրկյանը սկսելուց հետո դուք պետք է տակ պատասխան։ Ընդամենը 7 ֆիլմ պետք է գուշակել կինոյի բաղձալի Օսկարին արժանանալու համար։ Շատ լավ։ Ծափարությունները մեր մասնակցին։ Ինչպես է տրամադրությունը։ Մարտական։ Շատ բարի։ Մարտական, որովհետև իսկ սիրում եք մարտարվեստային ֆիլմեր։ Չէ։ Չեք սիրում։ Հա, բայց ամեն դեպքում կինոյում տեղավորելի տրամադրություն է, դրա համար մենք ընդունում ենք այն որպես կինո տրամադրություն ու սկսում մեր սուպեր խաղը։ Ժամանակը գնաց։ Ժամանակը կանգ չի առնում, խնդրում եմ դա հիշել։ Տիկնապահ։ Ճիշտ է։ Ռապունցել։ Ռապունցել ճիշտ է։ Եթե չես մտաբերում անունը, հետո կարող ենք վերադառնալ։ Անցնենք։ Խնդրում եմ ասա։ Անունը։ Լավ, Անցնենք։ Իմ ռեժիսորն է նկարել։ Եկեք ես էլ անցնենք։ Ես էլ նրա դերասանն եմ։ Սա ուր անցնենք։ Նա ով է։ Ում պետք է սպանի։ Լավ, անցանք։ Աստված։ Ոսկե ինչ ենք տեսնում, որ հարստություն է ուզում։ Նա ասա։ Սպայդերմեն։ Այո, սարդ մարդը, ճիշտ է։ Նորից վերադարձանք, սովորաբար ինչի մեջ են ապրում, Կիանու Ռիվզն է։ Այո, Մատրիցա, ճիշտ է։ Բանոցային, այս փոքրիկ, մկնիկը։ Փոքրիկ, ոնց ենք ասում փոքրիկ։ Little։ Այո, անունը։ Little Ստուարտ, այո, ճիշտ է, հաջորդը։ Սպանելը արդեն ասել եմ, ինչ-որ մեկի պետք է սպան։ Hit. Այո, ճիշտ է։ Kill Bill, սպանել Բիլին։ Եվ։ Ոսկե այցքաղը։ Ոսկեն ինչ էր, որ չասեցի։ Ծափարությունները թող ավելի բուրըն հնչեն, ավաղ, ես չեմ կարող այս պարագայում Օսկարը ձեզ հանձնել, բայց մեր գործընկերոջ կինոպարկի կողմից ստանում եք հրավիրատոմսել սպասված ֆիլմերը դիտելու համար։ Այսօրվա խաղը վայրի վերումներով անցավ։
Բայց դուք հիանալի խաղ ցուցաբերեցիք։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ շնորհակալություն խաղի համար, Սուպեր փուլը ավարտված է եւ Սուպեր Մարիո եղբայրները կինոյում ֆիլմի սաունդթրեքով էլ եզրափակում ենք այսօրվա եթերը։ Ստոպ, նկարահանված է։ Բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։ Մաեստրո, խնդրեմ, action։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։